Ուրեմն անցած անգամ մենք խոսեցինք Մատթեոս 10-րդ գլխից։ Եթե գրքեր ունեք, բացեք ինձ հետ Մատթեոս ավետարանի 10-րդ գլուխը։ Մի փոքրիկ հատված խոսեցինք, որտեղ Հիսուսը իր աշակերտներին ուղարկում էր քարոզելու, ուղարկում էր գործելու։ Մենք պիտի շարունակենք այդ թեման, որովհետև այս հատվածը շատ բուռն ուսուցում է, թե ուղարկվածը ինչպիսին պիտի լինի կամ ինչ պիտի լինի։ Իրականում այս հատվածում այնքան կարևոր, այնքան մանրամասն բաներ կան, բայց երբ որ ես ընտրում էի սրանք խոսելու, ոչ մեկը չէի կարողանում անտեսել։ Ներսումս այնպիսի մի բան էր, որ անպայման բոլորն էլ խոսեն։ Գիտեմ, որ այդքան ժամանակ մենք չենք ունենա, բայց գոնե մի քիչ բոլորից պիտի խոսեմ անպայման։ Որովհետև ցանկացած մեկը, որ կանչված է Հիսուսի կողմից փրկություն ունենալու, ինքը նաև ուղարկված է։ Դուք այսպես հավատում եք, թե չէ։ Աստված չի կանչում միայն փրկություն ունենալ ու նստիր քո տանը քո փրկությունով ուրախացի, այսպես չի։ Դու կանչված ես ուղարկված լինելու համար։ Դու թե կանչված ես, թե ուղարկված ես, հետարքիր է ստացվում, չէ՞ իրար հետ։ Ու ցանկացած մեկը, որ ճանաչում է Հիսուսին, ինքը իրավունք չունի բերանը փակելու, ինքը պետք է լինի ուղարկված։ Այն ամենաքիչ բանն էլ թեկուզ, որ կարող ես խոսել մարդկանց, նրանց օգուտի, նրանց փրկության համար, ինչպես չխոսել։ Մանավանդ այդ զգացումը մարդու մեջ ավելի ուժեղանում է, երբ որ ինքը տեսնում է կողքին ինչքան մահեր են տեղի ունենում։ Մարդիկ ինչքան արագ են հեռանում, ինչքան հեշտ են հեռանում։ Իրականում մարդը իրենից ոչինչ չունի, ոչ ուժ, ոչ կարողություն ապրելու, ինքը իրեն ապրեսնելու կամ մի ուրիշի էլ իր հետ։ Մարդը այնքան թույլ էակը, եթե պաշտպանված չլինի Աստծո կողմից, ինքը շատ արագ կհեռանա այս աշխարհից։ Եթե մի պահ Աստված աչքերը փակի մեր վրայից, սատանան մեկին չի թողնի երկրի վրա։ Բոլոր ուժն ու կարողությունը նա ունի բոլոր մարդկությունը դժոխքում հավաքելու համար։ Բայց Փառք Հիսուսին, որ թե հավատացյալ, թե անհավատ, իր աչքը ոչ մեկից չի կտրում, թող իր անունը փառավորվի։ Այն, որ մենք կանք գոյություն ունենք, ապրում ենք այսօր երկրի վրա, դրա համար փառաբանենք Տիրոջը, փառք նրան։ Հալելույա։ Նա ոչ միայն հսկում է մեր կյանքը, ոչ միայն նայում է մեզ, նաև մեր կյանքի մանրամասները, կարա դեպքեր դասավորի մեր կյանքում։ Հալելույա։ Մի քիչ հետո ավելի մանրամասն կխոսեմ։ Ուղղակի շատ կարևոր եմ համարում սա, որ դու իմանաս, որ եթե դու մի քիչ էլ ունես Աստծո գիտությունը, դու պարտավոր ես դա փոխանցել մարդկանց։ Դու արդեն դառնում ես ուղարկված Աստծո կողմից, հենց միայն նրա համար, որ դու ունես Աստծո խոսքը, որ դու գիտես Աստծո մասին։ Հալելույա։ Ուրեմն Մատթեոս ավետարան 10-րդ գլուխ 16-րդ խոսքից պիտի իրար հետ ուսումնասիրենք։ Ես իհարկե բոլորը չեմ կարդա, կկարդամ միայն այն հատվածները, որոնք պիտի իրար հետ խոսենք։ Հենց 16 եւ 17-ը իրար հետ պիտի կարդամ։ Հետևեք ինձ հետ։ Ահա ես ձեզ ուղարկում եմ իբրև ոչխարներ գայլերի մեջ։ Ուստի օձերի պես խորագետ եղեք, աղավների պես միամիտ, իսկ մարդկանցից զգուշացեք, որովհետև ձեզ ատյանների պիտի մատնեն, ու իրենց ժողովարանների մեջ եւ այլն։ Ես չեմ ուզում երկար շարունակել այս պահը։ Ահա ես ձեզ ուղարկում եմ իբրև ոչխարներ գայլերի մեջ։ Ուստի օձերի պես խորագետ եղեք, աղավների պես միամիտ։ Եկեք ավելի մանրամասն հասկանանք Հիսուսը ինչ էր ուզում ասել իր աշակերտներին, որ ուղարկում էր։ Առաջին հերթին այս բանը ասեց, որ ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ գայլերի մեջ։ Եթե փորձենք հասկանալ այն ժամանակ աշակերտները ինչ հասկացան, իրենք լավ հասկացան, որ իրենք որպես ոչխարներ մտնում են գայլերի մեջ։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Նախ իրենք որպես ոչխար մտնում են գայլերի մեջ, այսինքն իրենց շուրջ եղած գայլերը ավելի շատ կլինեն, քան թե իրենք են։ Գայլը նրա համար է ստեղծված կարծես այս աշխարհի վրա, այս բնության մեջ այսօրվա իր դիրքը այնպեսին է, որ ինքը ոչխարին պիտի ուտի։ Իրենք հասկացան, որ այդ գայլերը իրենց վրա կհարձակվեն, որ իրենց կվնասեն, բայց իրենք որպես ոչխարներ ոչ մեկին պիտի չվնասեն։ Սա Հիսուսի կանոնն էր, Հիսուսն էր ուզում, որ այսպես լինի իր աշակերտների հետ։ Ուղարկեց, ասեց, ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ գայլերի մեջ։ Մի բանի ուշադրություն դարձրեք։ Այդ ոչխարը Հիսուսին էր պատկանում, այդ ոչխարը մարդկանց չէր պատկանում։ Մեկ քրիստոնյաները սա ճիշտ չեն հասկանում։ Մենք մարդկանց ոչխարները չենք, մենք Հիսուսի ոչխարներն ենք ու դրանով ուրախ ենք, հալելույա։ Գիտեք, ոչխարը իր կողմից վնասող ոչ մի հնարավորություն չունի, որ գայլին վնասի։ Ինքը ստիպված է հույսը դնել Աստծո վրա, իր Տիրոջ վրա, իր հովվի վրա, չէ՞ որ այդ հովիվը իրեն պիտի պաշտպանի։ Ու ինչքան ոչխարը հեռու է գնում հովվից, այնքան ինքը վտանգի մեջ է հայտնվում։ Դրա համար մենք ինչքան Հիսուսին կպած լինենք, այնքան ապահովության մեջ կլինենք։ Ինչքան որ մեր գնացած ժամանակ մենք մեր հույսը դնենք Հիսուսի վրա ու նրա ձեռքը բռնած լինենք, մեր շուրջ եղող գայլերը մեզ ոչինչ անել չեն կարող, թեև նրանք շատ են։ Բայց մենք Հիսուսի հետ ավելի շատ ու ավելի զորավոր ենք, քան թե բոլոր գայլերը աշխարհի վրա։ Դուք այդպես հավատում եք, որովհետև մեր հետ Հիսուսն է, հալելույա, իր անունը փառավորվի։ Սա նաև շատ կարևոր է նրա համար, որպեսզի իմանաս, որ երբ որ դու գնում ես, դու պետք է քո բոլոր վստահությունը դնես Աստծո վրա։ Շարունակությունն էլ է դրա մասին խոսում։ Հիսուսը պատվեր տվեց, ասեց, օձերի պես խորագետ եղեք, աղավների պես միամիտ։ Օձերի պես խորագետ եղեք։ Խորագիտություն բառը ընդհանրապես Աստվածաշնչում օգտագործված է դրական իմաստով, ոնց որ մարդը խելք ունենա, հասկանա ինչ է կատարվում, ու զգուշանա վտանգներից։ Խորագիտությունը սա է, որ մարդը կարողանում է տեսնել, հասկանալ։ Բայց կա խորամանկություն իմաստը։
որը շատ բացասական է միշտ խոսվում, համենայն դեպս հայերեն Աստվածաշնչերում բացասական իմաստով։ Օրինակ, սատանայի համար գրված է, որ շատ խորամանկ էր, գրված է օձը շատ խորամանկ էր, հիշում եք այդպիսի խոսքեր։ Այսինքն պատահական չի, որ խորագիտությունը նմանեցնում է օձերին։ Երբ որ մարդը խորամանկ է լինում, ունենում է խորամանկություն, բայց ինքը դա չի օգտագործում Աստծո համար, ինքը շատ վտանգավոր մարդ է դառնում։ Հասարակության համար, իր կողքի մարդկանց համար, որովհետև այդ խորամանկությունը ինքը օգտագործում է իր շահերի համար, իր էգոիզմի համար, ու դրա պատճառով մարդիկ վնասվում են։ Աստված այսպես չի պատվիրում։ Աստված հակառակը ասում է, որ խորագետ եղեք, այսինքն զգուշացեք, տեսեք նախորդ վտանգը, հասկացեք իրադրությունը, զգուշացեք, բայց նաև աղավնիների պես միամիտ եղեք։ Իրականում այս միամիտ բառը պետք է լինի պարզ եղեք։ Եթե չեմ սխալվում, շատ թարգմանություններ կան այդպիսին, որտեղ պարզ է գրված։ Իմ թարգմանությունում գրված է միամիտ։ Միամիտը այն չի, որ աշխարհից կտրված, չգիտես ինչ է տեղի ունենում, գալիս են քեզ, ուտում են գայլերը, ու դու տենց էլ չես հասկանում, թե ինչ տեղի ունեցավ։ Այսպես չի, պարզ եղեք, ավելի շատ բաց եղեք մարդկանց հետ։ Ավելի շատ ուղիղ եղեք մարդկանց հետ։ Քրիստոնեական պարզությունը արժի, որ երևի մի անգամ շատ մանրամասն ուսումնասիրենք։ Ու քրիստոնյան իսկականից պիտի լինի պարզ։ Հենց անձամբ քրիստոնյայի համար, այն մարդու համար, որ արդեն Հիսուսինն է, ամենավտանգավոր բաներից մեկը սա է, որ ինքը պարզ չի լինում, ինքը ուղիղ մարդ չի լինում։ Այնքան եք տեսել դեպք է տեղի ունենում, թեկուզ տհաճ մի դեպք է տեղի ունենում, մեկ էլ մարդը սկսում է մտածել, որ սա այսպես եղավ, ուրեմն այսպիսի բան, որ նա այդպես եղավ, ուրեմն այսպես։ Արդեն ինքը պարզությունից դուրս է գալիս այս մարդը։ Մարդիկ պարզությամբ կարող է մի պարզ լավություն անեն, մեկ էլ այնպիսի բաներ մտածի այս մարդը, ուրեմն շահ ուներ, դրա համար արեց։ Ուրեմն չգիտեմ, մեկը իրան ուղարկել էր, դրա համար արեց։ Այս բոլոր պարզությունից դուրս եկավ արդեն, հեռացավ։ Պետք է լինել շատ պարզ, շատ ուղիղ։ Միշտ առաջին մտքից ենկոմ մի հեռացեք։ Ցանկացած դեպքի նկատմամբ առաջին միտքը ունենում եք, առաջին պարզությունը տեսնում եք, առաջին հերթին այդ դեպքը ձեզ ինչ է խոսում։ Էլ մի մտածեք, թե դրա ետևում ինչեր կա, դա ձեր գործը չի, Աստված կա դրա համար։ Շարունակության մեջ պատվեր է տալիս, ասում է, այս մարդկանցից զգուշացեք։ Սա շատ կարևոր պատվեր էր։ Զգուշանալ մարդկանցից։ Միթե մենք մարդկանց հետ գործ չունենք։ Ասած ուղարկում եմ ձեզ իբրև ոչխարներ գայլերի մեջ, մարդկանցից զգուշացեք։ Հենց այդ մարդիկ էին գայլերը։ Մեկ-մեկ որ առիթ է լինում, ինչ որտեղ գնալու, մանավանդ ամռանը մենք երիտասարդական ճամբարներ ենք ունենում։ Մեկ-մեկ ես երիտասարդներին հաճախ զգուշացնում եմ։ Ասում եմ, որ գազաններ կլինեն, ինչպես պիտի վարվեն, բայց ասում եմ ամենաշատը զգուշացեք երկու ոտանի գազաններից։ Դրանք ամենավտանգավոր գազաններն են։ Գիտեք, օրինակ բնության մեջ արջերը ինչքան խելոք են։ Երբ որ տեսնեն մի քանի հոգի մարդ կա, իրենք հաստատ չեն մոտենա այդ մարդկանց։ Անկախ նրանից փոքր են, մեծ են, ես ինչքան սոված պիտի լինի արջը, որ մոտենա, դիտմամբ մոտենա մարդկան։ Արջի հետ ամենավտանգավոր բանը այն է, երբ որ նեղ արահետի վրա դեմ դիմաց դուրս են գալիս։ Մնացած դեպքերում ինքը խուսափում է մարդկանց հետ հանդիպումից։ Այնպես որ ավելի ազատ եղեք։ Այս մարդը այդպեսին չի։ Մարդը գայլի է նման, ու շատ վտանգավոր է դառնում։ Այս ոչխարներին Հիսուսը ուղարկեց գայլերի մեջ, ասաց մարդկանցից զգուշացեք, ձեր անձերի համար զգուշացեք, բայց այդ գայլերից պետք է ոչխարներ դարձնել։ Մենք դրա համար ենք ուղարկված։ Նրանց դարձնել մեր նման, որպեսզի նրանք էլ դառնան ուղարկված։ Պատկերացնում եք, եթե ամեն տեղ, որտեղ Աստծո ոչխարը գնա, իր շուրջ եղած գայլերը դառնան ոչխարներ, ինչ տեղի կունենա։ Մի ինչ որ ժամանակից հետո ամբողջ աշխարհը կլինի ոչխարներով լցված։ Իսկ ոչխարները իրար չեն վնասում, նրանք միայն իրար հետ ապրում են, մի հոտի մեջ, մի համայնքի մեջ, մի հովի հովանավորության տակ նայում են, ասում են փառք քեզ Տեր Հիսուս, ալելույա։ Լավ, Հիսուսը ինքը շատ զգուշանում էր մարդկանցից։ Հովանու ավետարանում 2-րդ գլխում կոնկրետ գրված է այդ խոսքը, որ իր անձը ոչ մեկի չէր վստահում։ Ոչ մի մարդու չէր վստահում իր անձը, որովհետև գիտեր, թե մարդու մեջ ինչ կա։ Դու գիտեք մարդու մեջ ինչ կա։ Համենայն դեպս Աստվածաշունչը մեզ շատ պարզ է ասում, թե մարդու մեջ ինչ կա։ Ու բոլորովին սխալ չի ասում։ Ես մի ընկեր ունեմ շատ վաղուцва, ինքը իրեն այնքան հեռու է պահում մարդկանցից։ Ինքը բոլոր մարդկանց մեջ միայն գայլ է տեսնում։ Երբ որ ես եմ փորձում մոտենալ, իմ մեջ էլ է գայլ տեսնում։ Ինքը մտածում է, որ բոլոր մարդիկ իրեն մոտենում են վնասելու համար։ Մեղադրելու բան չի, այս կյանքը իրեն այդպես է դաստիարակել։ Ինքը ժամանակի ընթացքում այդպես է տեսել մարդկանց ու ճանաչել։ Չէ՞ որ Աստվածաշունչն էլ է դա ասում, որ իսկապես մարդու մեջ լավ բան չկա։ Բայց մեր գործն է դա, որ մենք գնանք մարդկանց լավը դարձնենք։ Ու ոչ թե մարդիկ կդառնան լավը, այլ իրենց մեջ եկած Հիսուսը կդառնա լավը։ Եթե մենք կարողանանք մարդկանց մատուցել Հիսուս, որ իրենք էլ ընդունեն, այն նոր լավը կդառնան։ Ու երբեք մի փորձեք մարդուն ինչ որ մեղքերից ետ պահել։ Այդ ինչ որ մեղքերից ետ պահելը չի էլ ստացվում։ Մինչև մարդը չի հասկանում ով է Հիսուսը ու չի ընդունում Հիսուսին։ Լավ, առաջին բանը, որ դու պիտի անես, դա նա է, որ պիտի ընդունել տաս Հիսուսին։ Հենց որ ընդունեց վերջ, ցանկացած մեղքից կարող ես ասել պետք է հրաժարվել։ Տերը օրհնի ձեզ։
Մարդկանցից զգուշացեք։ Սա չի նշանակում, որ մեզ պետք է վախենալ, սարսափել։ Հակառակը, մեզ պետք է լինել մարդկանց մեջ, լինել պարզությունով, անկեղծությունով, ուղիղ մարդկանց հետ շփման մեջ, բայց նաև ուշադիր, զգուշ ու երբեք մեր վստահությունը չլինի մարդկանց վրա։ Հենց դու կյանքում կմտածես, վայ, ես ինչ լավ մարդ եմ, եկել այդ լավ մարդու կողմից մի հատ հարված կստանաս։ Եղել է ձեր կյանքում այդպիսի բաներ։ Գիտես ինչու՞։ Աստված չի ուզում, որ իրենից բացի մեկի վրա դու հույս դնես, որովհետև միակ բարին ինքն է, Աստված։ Հալելույա։ Պողոս առաքյալը, որ մեծ ճանապարհորդությունների մեջ ա եղել ու մեծ առաքյալ էր, մեծ գործեր անում Հիսուսի համար, միտեղ ինքը գտնվեց այնքան նեղության մեջ, այնպիսի դժվարությունների մեջ, որ ինքը իր համար մտածեց, որ վերջ, էլ այդտեղից չի կարող դուրս գալ, որ ինքը կմահանա այդտեղ, բայց ինքը շարունակում էր գործել։ Դա գրված է 2 Կորինթացիներին 1 գլխում 9-րդ խոսքում, ու ինքը շարունակում էր գործել, այսպիսի խոսք է գրում. Մահվան վճիռը մեր վրա պահեցինք, որպեսզի ինքներս մեզ չապավինենք, հապա Աստծուն, որ մեռելներին հարություն է տալիս։ Հալելույա։ Ասում եմ, մահվան վճիռը մեր վրա պահեցինք, ուզում եմ մի քիչ բացատրեմ սա, որպեսզի մենք մեզ չապավինենք, հապա Աստծուն։ Լավ, Հիսուսը այստեղ խոսում էր նեղությունների մեջ ծառայելու մասին, բայց մի պահ եկեք նայենք մեր կյանքին։ Եթե մենք նեղությունների մեջ էլ չենք, եթե մեզ ոչ մի մահվան սպառնալիք չկա, արդյոք մենք պիտի մարդկանց վրա վստահություն դնենք ու հենվենք մարդկանց վրա։ Չէ՞ որ նորից մեր կյանքի հիմքը, մեր հենարանը, մեր ապավենը պիտի լինի նորից Հիսուսը։ Ես ճիշտ եմ ասում։ Հալելույա։ Որովհետև միշտ չի, որ մեր կյանքը ազատ, խաղաղ, հանգիստ այդպես կլինի։ Բոլոր մարդկանց կյանքում մեկ փոթորիկներ են, մեկ խաղաղություններ են։ Ու որpեսզի դու սովորես միշտ հենված լինել Հիսուսի վրա, հենց սկզբից տրամադրվիր, հենց սկզբից աղոթքի մեջ քո սրտի դիրքը ուղղիր, դու միշտ հենված պիտի լինես Հիսուսի վրա։ Մահվան վճիռը պահեցինք մեր վրա, ասում է, որպեսզի մենք մեզ չապավինենք։ Այսինքն քրիստոնյան, որ կանգնում է Աստծո առջև, ինքը պիտի պատրաստ լինի մշտական մեռնելու։ Երբ որ դու կգնաս որպես ոչխար գայլերի մեջ, քո նպատակը պիտի լինի այդ գայլերից ոչխարներ դարձնելը, բայց նաև հաշվի առ այնտեղ կարող են քեզ սպանել։ Դժվար բան եմ ասում, երևի։ Հանուն դրա պատրաստ ես գնալ Հիսուսի պատվերը կատարել, թեկուզ այնտեղ քեզ սպանեն։ Մեկ-մեկ ես մտածում եմ, որ ընդհանրապես Աստվածաշունչը բաց անում, թե Աստծո համար ինչ արժի մարդկային հոգին։ Ոչ թե մարդու ֆիզիկական կյանքը այս երկրի վրա, թեև դա էլ թանկարժի Աստծո համար, բայց մարդու հոգին, որ ոչ թե դժոխք գնալ երկինքին չարժի։ Գիտեք, ես հավատում եմ, որ Աստված պատրաստ էր ամբողջ տիեզերքը տալ, ամբողջ նյութականը, որը չկա այնպիսի մի բան, որ Աստված չտար մի հոգու համար։ Եթե իր որդուն տվեց, տիեզերքը նույնիսկ իր որդին չարժեր։ Դուք այդպես չեք հավատում։ Ուրեմն դրանից ցածր ինչ էլ լիներ ինքը պատրաստ էր տալու, միայն թե մարդու հոգին փրկվեր։ Սա ամենակարևոր բանն է, ամենաթանկ բանը։ Եթե օրինակ թանկ լիներ Աստծո համար, չգիտեմ, մի հատ ծառ, հաստատ ինքը դրա համար մեծ զոհաբերություն կաներ, բայց այսօր ինքը իր զոհաբերությունով ցույց տվեց, թե ինչն է ամենաշատը գնահատում։ Եթե Հիսուսը պատրաստ էր մեռնելու մարդու փրկության համար, նույնիսկ մի մարդու, ու ես հաճախ եմ ասում, եթե մի հոգի կարող լիներ փրկվել իր ուժերով ու ապրել Աստծո հետ, Հիսուսը չէր խաչվի, հաստատ չէր խաչվի, ու մնացած բոլոր մարդիկ կմեղադրվեին, որ իրենք մեղավոր են, որ իրենք սխալ են։ Չէ՞ որ մեկը կարողացավ փրկվել, ինչու մյուսները պիտի չկարողանան։ Սա նշանակում էր, որ գոնե մեկը չի կարող փրկվել։ Սա նշանակում էր նաև, որ հենց մեկը, ես, անձամբ ինձ համար եմ մեռել Հիսուսը, որովհետև ես փրկվել հաստատ չէի կարող։ Եթե ամեն մի քրիստոնյա այսպես վերցնի իր անձի վրա Հիսուսի կատարած գործը, ուրիշ ձևով կգնահատի նաև ուրիշ մարդկանց, նրանց հոգու փրկությունը, բոլորովին ուրիշ կդառնա քո համար։ Մահվան վճիռը պահիր քո վրա, որոշում կայացրու, որ ես պատրաստ եմ ամեն ինչի համար մեռնելու, որ մենակ Հիսուսի կամքը կատարեմ։ Ոչ միայն մեռնելու Հիսուսի կամքը կատարելու համար, այլ հենց Հիսուսին ապավինելու համար, որովհետև նա զորություն, կարողություն ունի մեռելներին հարություն տալու, այսինքն կարողություն ունի ինձ պաշտպանելու այդ գայլերից, եթե չպաշտպանի էլ մեկը հարություն է տալու վերջին օրը։ Հարության օրը հաստատ հարություն է տալու։ Քրիստոնյաների համար հարության օրը դա երջանիկ մի օր է, որ գրված է Աստվածաշնչում այդպես։ Դուք ընդունում եք, որ այդպես է։ Գիտեք, երբ որ մարդը եւ Հիսուսը իրար ձեռք բռնած քայլում են, ոչ ոք չի կարող նրա ճանապարհը փակել։ Ոչ ոք եւ ոչինչ չի կարող նրա ճանապարհը փակել։ Հալելույա։ Ես պիտի շարունակեմ կարդալ 18-ից 20 խոսքերը։ Իմ անվան համար կուսակալների թագավորների առջև պիտի տարվեք, նրանց եւ հեթանոսներին վկայություն լինելու համար։ Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի արեք, թե ինչպես կամ ինչ պիտի խոսեք, որովհետև ձեզ պիտի տրվի այն ժամին, ինչ որ պիտի խոսեք։ Որովհետև ոչ թե դուք եք որ խոսում եք, ապա ձեր հոր հոգին, որ ձեր ներսում կխոսի։ Այս հատվածը յուրահատուկ ձևով շատ եմ սիրում, որովհետև ցույց է տալիս, թե Աստված ինչպես կգործի մարդու մեջ։ Ուրեմն ինչ է խոսվում, որ այդ գայլերը, որ մեր շուրջն են, որոնց մեջ մենք ուղարկված ենք, հաճախ դժվարություններ կառաջացնեն։ Հաճախ իրենք կփորձեն մեզ ծեծել, սպանել,
հաճախ տանել կուսակալների, թագավորների առջև, եւ Հիսուսը ասում է հենց այնպես չի, ուղղակի ձեզ նեղելու համար չի դա, եթե միայն նեղելու համար լիներ, գուցե Հիսուսը թույլ չէր տա դա։ Գրված է վկայություն լինելու համար։ Գիտեք ինչպես լինի օրինակ, որ քրիստոնյան դատավորին վկայի ասի, գիտես Հիսուս կա։ Որոշ դեպքերում Աստված դասավորում է դեպքեր, որ մարդը հանդիպում է դատավորի հետ ընկերական, բարեկամական մթնոլորտում խոսում է, վկայում է։ Որոշ դեպքեր Աստված դասավորում է բոլորին հակառակը, որ այդ դատավորը դատում է քրիստոնյային, ու քրիստոնյան վկայում է։ Պողոս առաքյալներ ասում, որ առաջին անգամ կանգնեցի ատյանում դատվելու, ասում մարդկանցից ոչ մեկը չկանգնեց։ Սա մեզ լավ օրինակ է, շատ բան է սովորեցնում։ Շարունակության մեջ ասում է, բայց Տերը իմ կողքից կանգնեց ու ինձ զորացրեց, որպեսզի իմ վկայությունս ամբողջ լինի, լրիվ լինի։ Պողոսը չէր մտածում, որ Տերը իմ կողքից կանգնեց, ինձ ազատեց մահվանից, ինձ ազատեց դատարանից, արդարացրեց ինձ, չգիտեմ ինչ այնպես բաներ չէր մտածում։ Տերը կանգնեց կողքից, զորացրեց, որ իմ վկայությունս լրիվ լինի, ամբողջական լինի։ Այս է կարևոր։ Առաքյալներին տարան ծեծեցին, ասեցին մյուս անգամ այդ անունով չսովորեցնեք, բաց թողեցին, գիտեք ինչ արին, հավաքվեցին, աղոթք արեցին, ասեցին Տեր համարձակություն տուր, ավելի համարձակ խոսենք։ Այս է ճիշտ դիրքը։ Ու այստեղ է որ գրված է Սուրբ Հոգին եկավ, լցրեց նրանց, ու այդ վայրը շարժվեց, Սուրբ Հոգու զորությունը այնքան ուժեղ էր։ Ինչքան կարևոր է սա։ Կարևոր չի, դու կուսակալների առջև կանգնես թագավորների, դատավորների, հեթանոսների, ես կարդում եմ տեքստը գրված։ Էլ ինչ տեսակ մարդկանց, քեզ պետք կլինի ուղիղ զորավոր ձևով վկայել նրանց Հիսուսի համար, Հիսուսի անունը խոսել։ Գուցե սա որոշ դժվարություն է առաջացնում, բայց բոլորովին մի անհանգստացեք ու մի կասկածեք։ Չգիտեմ, ես ուզում եմ, որ դուք ձեր ներսը լիքը լցված լինի հոգով ու այդ բոլոր տեսակ կասկածները հեռացած լինեն։ Միշտ հիշեք ու մարդկանցից կախված մի եղեք, միշտ հիշեք, որ մարդը մնում է մարդ անկախ իր պաշտոնից։ Իր պագոնների վրա մեծ աստղեր կունենա, թե մի հատ աթոռ կունենա, որ դրանից բարձրը չի լինի, քո հետ եղողի աթոռից բարձրը գոյություն չունի։ Դու գիտես սա, երբեք մարդկանց առաջ չկանգնեք ընկճված, թուլացած։ Մարդ է։ Գուցե դուք ավելի երկար կապրես, քան թե այդ մարդը։ Ես ասում եմ գուցե։ Բայց ինչու է հանկարծ այդ մահկանացու մարդու առաջ դու լինես ընկճված, միայն պաշտոնի համար։ Ճիշտ հասկացեք, ես չեմ խոսում այդ մարդուն անարգելու մասին։ Հակառակը գրված է ձեր իշխանավորներին պատվեք։ Այո, մենք կպատվենք նրանց հնազանդ եղեք, նրանց ասածները կատարենք, նրանց օրենքներին կաշխատենք առավելագույն հնազանդ լինել։ Բայց ինչու վախենաս։ Երբ ես աշխատում էի գործարանում, այդպիսի տեսարաններ հաճախ էր հանդիպում։ Մարդիկ այսպես համարձակ մտնում էին գործարանի տնօրենի ընդունարանը, բայց երբ որ պիտի ներս անցնեին իր սենյակ, բոլորովին փոխվում էին։ Դες դառնում էին ցածր, խոնարհ, սկսում էին ուրիշ ձև խոսել։ Դες ասում էի լավ նույն մարդը չի, ոնց որ ես, ոնց որ մյուսը, այնքան նեղվում էի դրանից, ասում էի ինչի պիտի սենց լինի։ Երբեք մարդկանցից չընկճվեք, համարձակ կանգնեք։ Աստվածաշունչը լցված է գերազանց օրինակներով։ Դանիելի մասին կարդացել եք։ Դանիելը գնաց տարվեց ավելի շուտ Բաբելոն գերության, երբ որ Իսրայելը գերության մեջ էր, մի քանի թագավորներ անցան, Դանիելը մնաց։ Մի քանի թագավորների թագավորություն, իրենք թագավորներ դառան, մեռան, Դանիելը մնաց։ Ու նրանցից մեկի որդին, Նաբուկդոնոսորի որդին Բաղդասար անունով մի թագավոր կար։ Մի օր կազմակերպում մի լավ խնջույք, ուտում խմում են, հարբում են, ասում են դե են Երուսաղեմի տաճարից բերած անոթները բերեք։ Ու տանում են գավաթներ, բաժակներ, ինչ որ առարկաներ, որ տարել են Երուսաղեմի տաճարից, իսկ դա Աստծո տաճարն էր։ Ինքը վերցնում է դրանք, խմում է ու սկսում է իր աստվածներին փառավորել։ Իր քարից, փայտից աստվածներին։ Նույն պահին գրված է մի սպիտակ ձեռք է հայտնվում ու պատի վրա ինչ որ բաներ է գրում։ Ոչ մեկը չի կարողանում կարդալ ու հասկանալ։ Թագավորի սիրտը նեղվում է, կանչում է իր կախարդներին, հմայողներին, ասում ով կարա սա բացատրի։ Ոչ ոք չի կարողանում բացատրել։ Վերջը ասում են կա մի հոգի, որ կարա բացատրի, կանչում են Դանիելին։ Գալիս է կարդում է այդ բոլորը, նայում է թագավորին, ես միայն մի արտահայտությունն եմ ուզում ասել Դանիելից, դա գրված է Դանիելի մարգարեության մեջ։ Թագավորին ասում է, որովհետև դու, որ բարձրացար, այդպես դարձար թագավոր եւ այլն այնտեղ երկար է ասում է բերեցիր Երուսաղեմի գավաթները, Աստծո տան գավաթները, դրանցով խմեցիր ու փառավորեցիր նրանք, որոնք աստվածներ չեն, որոնք ոսկուց, արծաթից, չգիտեմ ինչերից են սարքած։ Ու չփառավորեցիր այն Աստծուն, որի ձեռքում քո շունչն է։ Պատկերացնում եք ինչ էր ասում Դանիելը թագավորին, ասում էր չփառավորեցիր այն Աստծուն, որի ձեռքում քո շունչն է։ Դրա համար էլ ձեռքը հայտնվեց ու գրեց, ու դա դատավճիռն էր այդ թագավորության ու այդ թագավորի դատավճիռն էր գրված այդտեղ։ Դանիելը նաև դա բացատրում է, թե ինչ էր գրված ու ինչպես ասում է այդպես կատարվում է մարգարեությունը։ Ուզում եմ ասեմ, որ ով ուզում է լինի, ինչ ուզում է լինի, եթե դու Հիսուսի ձեռքը բռնած ես գնում, դու հնազանդ ես Հիսուսին, համարձակ եղիր մարդկանց մեջ։
Զգուշացիր, սա քո կողմն է, որ դու խորագետ լինես ու զգուշանաս, միամիտ չլինես ու չընկնես թակարդների մեջ։ Մյուս կողմից համարձակ եղիր, երբ որ այնտեղ քեզ կտանեն մատնելու, քեզ կտանեն ինչ-որ բանի, համարձակ եղիր։ Այդպիսի մի դեպք գրված է Գործք առաքելոցում։ Ես հաճախ երկու տեղից եմ բերում օրինակները, որովհետև 5 կտակարանը մի քիչ ուրիշ հոգեբանություն ունի, նորը մի քիչ ուրիշ։ Նոր կտակարանում ուրեմն Հերովդես անունով մի թագավոր կար, գրված է Գործք առաքելոց 12-րդ գլխում։ Առաքյալներից մեկին բանտարկեց ու սպանեց, դա Հակոբոսն էր։ Շատ շուտ մահացավ այդ մարդը, ես հավատում եմ, որ դա Աստծո կամքն էր այդպեսին։ Նաև բանտարկեց Պետրոսին, որովհետև տեսավ, որ հրեա պաշտոնյաները, քահանայապետները եւ այլն իրենց շատ հաճելի էր, որ առաքյալներին սպանում են։ Բանտարկեց Պետրոսին, ասես Պետրոսին էլ պիտի սպանեն։ Գիշերը հրեշտակը եկավ ու ազատեց Պետրոսին։ Երևի մանրամասները գիտեք, չեմ պատմի։ Ինչ տեղի ունեցավ։ Հաջորդ պահին ինքը մի մեծ բան էր կազմակերպել, որտեղ հրավիրված մարդիկ կային, իր իշխանությունից կախված մարդիկ կային։ Երբ որ այս մարդիկ եկան խոնար, գլուխները կախ Հերովդեսի առջև ու Հերովդեսը ինչ որ ճառ էր ասում, ասացին սա մարդու ձայն չի, սա Աստծո ձայնն է, ու գրված է Աստծո հրեշտակը անմիջապես հարվածեց Հերովդեսին Աստծուն փառք չտալու համար, որովհետև իրեն դրեցին Աստծո տեղ, Աստծո նախանձը խոսեց կարծես թե։ Աստծո հրեշտակը հարվածեց ու անմիջապես Հերովդեսը մահացավ։ Հաջորդ խոսքը գիտեք ինչ է գրված։ Գրված Աստծո խոսքը աճում էր ու զորանում էր։ Հալելույա։ Ով կարա կանգնի ու փակի դրա ճանապարհը։ Ոչ թագավոր, ոչ մեկը, ով ուզում է դա լինի, թող իր անունը փառավորվի։ Շարունակությունը ուզում եմ կարդալ 28-րդ խոսքից։ Եկեք իրար հետ կարդանք։ Մի վախեցեք նրանցից, որ մարմինը սպանում են ու չեն կարող հոգին սպանել, ապա ավելի նրանցից վախեցեք դուք, որ կարող են հոգին ու մարմինը գեհենի մեջ կորցնել, չէ որ երկու ճնճղուկ մեկ դանկի է ծախվում, եւ նրանցից մեկը գետինը չի ընկնում առանց ձեր հորը, բայց ձեր գլխի բոլոր մազերն էլ համրված են։ Ուրեմն մի վախեցեք, որովհետև շատ ճնճղուկներից ավելի լավն եք դուք։ Շատ օրհնյալ խոսքեր են, Հիսուսը վստահություն էր ներշնչում իր աշակերտների մեջ, իսկ ամենակարևոր բանը ինքը ներշնչում էր հենվել Աստծո վրա, վստահել Աստծուն, որովհետև ասեց երկու ճնճղուկը այնքան էժան են ծախվում, իրենց ժամանակվա մի փողի անուն տվեց, ասեց այսքան են ծախվում, ասեց ու դրանցից ոչ մեկը առանց ձեր հորը չի ընկնում։ Պատկերացնում եք, երբ որ որսորդը կրակում է ճնճղուկների, ծտերի, թռչունների վրա, Աստված տեսնում է այդ պահը, Աստված կամենում է, որ դա կպնի, այդ թռչունները ընկնեն, մարդը վերցնի ու ուտի, որովհետև մարդը շատ ավելի թանկ արժի։ Ու գրված է, որ բոլոր կենդանիները աշխարհի վրա ստեղծված են որսացվելու ու սպանվելու համար մարդու կողմից։ Թող իր անունը փառավորվի այդ ճոխության համար։ Նաև չի նշանակում սա, որ կենդանիների վրա կարելի է ուղղակի հաճույքի համար սպանել, սա ճիշտ սիրտ չի քրիստոնյայի մեջ։ Հալելույա։ Եկեք տեսնենք Հիսուսը ինչ է ասում։ Ասում է մի վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում ու ավելին կարողություն չունեն։ Ով կարա ավելին իշխանություն ունենալ մեր վրա։ Միթե մարդիկ կարող են ավելի մեծ իշխանություն ունենալ մեր վրա, որ մեր մարմինը սպանելուց հետո մեզ էլ ինչ որ մի բան անեն։ Նա որ Հիսուսի մեջ է, նրա վրա ոչինչ չի ազդում, ոչ մի կախարդություն, ոչ մի սատանայական ներգործություն չի ազդում։ Նա որ Հիսուսի մեջ է, կատարյալ պաշտպանված է հոգևոր աշխարհում։ Նա որ Հիսուսի մեջ է, կատարյալ պաշտպանված է նաև մարմնով։ Ու եթե այս մարմինը պիտի մեկը սպանի, նորից Հիսուսի հրամանը պիտի լինի դրա մեջ։ Դրա համար ասեց, ձեր գլխի մազերն անգամ հաշված են։ Ես չգիտեմ, մեկի գլխինը շատ են, մեկինը քիչ են, բայց ես հավատում եմ, որ այս խոսքը ճշմարտություն է, ու եթե այսօր Աստված մեր հետ խոսեր, կարող ասեր, թե մեզանից ամեն մեկի գլխին ինչքան մազ կա։ Ես հավատում եմ, որ այս խոսքը չի ասվել նրա համար, որ ուղղակի Աստված գիտի մեր մազերի քանակը։ Հիսուսը ուզում էր ասել, որ դուք այս աստիճան պաշտպանված եք, այս աստիճան Աստծո աչքերի առջև, Աստծո ուշադրության կենտրոնում եք գտնվում։ Եթե երկու ճնճղուկը այդքան էժան են, որ ձեր գլխի բոլոր մազերն են այդքան թանկ Աստծո համար, պատկերացրեք դուք ինչքան մեծ արժեք ունեք։ Ես հասկանում եմ Հիսուսը ինչի էր այսպիսի օրինակ ասում իր աշակերտներին։ Գիտեք ինչու՞։ Դեռ ինքը չէր խաչվել։ Աշակերտները պիտի հասկանային դա նյութական օրինակի վրա, բայց չէ որ հիմա Հիսուսի խաչը տեղի է ունեցել։ Որպեսզի հասկանանք մեր արժեքը, մեզ պետք չի որ թռչունների հետ համեմատեն։ Մեզ պետք է ուրիշ բան։ Մեզ պետք է հասկանալ ինչքան արժեր Հիսուսի արյունը Աստծո համար։ Դու կհասկանաս թե ինչքան արժես դու Աստծո համար, որովհետև այդ արյունը իմ ու քո համար է թափված, մեր համար է թափված։ Հալելույա, փառք Հիսուսին։ Պողոս առաքյալը այսպիսի խոսք է ասում Հռոմեացիների 8-րդ գլխում։ Ասում է, եթե իր որդուն չխնայեց ու տվեց մեր համար, էլ ինչը պիտի խնայի։ Երբեք Աստծո համար չմտածեք ուրիշ ձևով։ Ու գիտես ինչքան արժես Աստծո համար։ Գիտեք երեխան հոր համար ինչքան արժի։ Մեկ հայրեր կան, որ մի քիչ երես են տալիս իրենց երեխաներին, ասում են՝ «Պապ, սա ուզում եմ», անմիջապես առնում են, ասում են՝ «Արժի երեխաս, ոտղաս»։ Հետո մեկ էլ մի օր որ հանկարծ ուզում են ասեն, չէ, այդ երեխան ինձ օրին է խաղում իրենց գլխին։ Մեր հայրը ճիշտ է իմաստուն է, բայց այնքան առատաձեռն է ինքը։
Ու Պողոս առաքյալը շատ լավ ասում է, եթե իր որդուն չխնայեց տվեց, ուրիշ ինչը կխնայի։ Չէ՞ որ Աստծո համար ամենաթանկ բանը իր որդին էր։ Այնտեղ երկնքում, չգիտեմ, դուք երբևէ մտածել եք, որ կա քաղաք, որ կա ինչ-որ հարստություն, գուցե բնակարաններ, գուցե բնություն, անտառ, ծառեր, չգիտեմ, վերջը դրախտ կոչվածը կոչվում է նաև պարտեզ, չէ՞, այնտեղ ծառեր կան։ Չգիտեմ, այս բոլորը ինչ որ դուք կարդաք Աստվածաշնչում, ինչ որ կա երկնքում, այդ բոլորը չարժեր Հիսուսը։ Մի անձի չափ չարժեր։ Աստված տվեց իր որդուն։ Որքան թանկարժենք մենք։ Էլ չենք համեմատվում կենդանիների հետ, թռչունների հետ։ Էլ չենք համեմատվում ինչ որ բաների հետ, համեմատվում ենք Հիսուսի հետ, որովհետև Աստված այնքան մեծ արժեք է տվել։ Եթե երբևէ դու կմտածես, որ Աստված քեզ թողել է, մի պահ նայիր Հիսուսի խաչին։ Եթե երբևէ դու կմտածես, որ Աստված քեզ չի սիրում, նայիր Հիսուսի խաչին։ Դա նրա սիրո ապացույցն է։ Ու դրանից մեծ ապացույց ընդհանրապես գոյություն չունի։ Ինչ էլ որ մարդիկ անեն, ինչ էլ որ ասեն, դրանից մեծ ապացույց գոյություն չունի։ Ճշմարտությունից բխած գործողություն է, չէ՞ սերը։ Աստված տվեց ամենալավագույնը, ամենաթանկը, ինչ որ ուներ։ Ինքը ցույց տվեց իր տվածով, ինչքան է ինքը սիրում։ Թող իր անունը փառավորվի։ Եկեք շարունակենք։ Իհարկե շատ մանրամասն չեմ կարող կարդալ, բայց կարևոր տեղերը անպայման պիտի անցնենք։ Պիտի կարդամ 32 եւ 33 խոսքերը։ Արտով, որ մարդկանց առջև ինձ դավանի, ես էլ նրան պիտի դավանեմ, հորս առջև, որ երկնքում է, եւ ով որ մարդկանց առջև ինձ ուրանա, ես էլ նրան պիտի ուրանամ իմ հոր առջև, որ երկնքում է։ Մի պահ մտածեք, փոխադարձ դավանանք կամ փոխադարձ ուրացում, երկու բան է խոսում։ Եթե մարդը ուրանա Հիսուսին, մարդկանց առջև, Հիսուսն էլ ասում է, որ ես պիտի ուրանամ հորս առջև։ Ինչ ահավոր խոսք է այս տեսակետից։ Պատկերացնում ես մարդիկ քեզ հարցնում են դու հավատացյալ ես, ասում ես չէ։ Մեկ էլ հայրը ասում է, սա իմն է, քո արյանտակը, Հիսուսը ասի չէ։ Պատկերացնում եք մոտավորապես ինչի է նման։ Ես մոտավորապես եմ ասում, այդպես չի։ Ու երևի հնարավոր չի սա նկարագրել։ Ֆիզիկապես նկարագրել հնարավոր չի։ Ինչից է որ հաճախ մարդիկ վախենում են դավանել Հիսուսի անունը։ Ես հենց բառը ասացի, վախից է լինում։ Մեկ-մեկ մարդիկ ամոթից են ասում, իսկ ամոթը գիտեք ինչ է։ Դա վախ է պատվի համար։ Ոնց կլինի ինձ կծաղրեն։ Վախ է պատվի համար։ Հաճախ տեղեր կլինի, որ մարդիկ կվախենան ֆիզիկապես, կվախենան փող կորցնել։ Ինչից վախեցար, դու կարծես դրա ծառան ես դառնում։ Գիտեք, չկա մարդ աշխարհում, որ իր սրտում վախ չլինի ընդհանրապես։ Վախի զգացումը չլինի ընդհանրապես։ Բայց չի նշանակում, որ եթե վախի զգացումը կա, ուրեմն պետք է դրան հնազանդվել։ Ուրեմն դա ճիշտ զգացումը։ Երբեք։ Հենց սկզբից խոսում էի, որ մարդկանցից զգուշացեք, բայց նաև մի վախեցեք նրանցից։ Ու հենց սկզբից Հիսուսը դա էր սովորեցնում, որ ձեզ կտանեն կուսակալների, թագավորների առջև։ Նրանց վկայություն լինելու համար կտանեն։ Իսկ եթե տանեն թագավորի առջև կամ դատարանում ու դու ուրանաս Հիսուսին, ել վկայությունը որտեղ կլինի։ Պատկերացնում եք ինչքան կարևոր է, որ մենք վճռական լինենք, մահվան աստիճանի, պատրաստ վկայելու մարդկանց։ Ուրանանք այս աշխարհում ամեն ինչ։ Մեր մարմինը, մեր պատիվը, փողը, այն ինչը որ մեզ կարող է ստիպի, որ մենք հանկարծ ուրանանք Հիսուսին։ Վախը այն ուժեղ զգացումներից մեկն է, որը հաճախ գրավում է մարդկանց։ Վախը մի զգացում է, որը ստիպում է մարդուն որոշակի քայլեր կատարելու։ Վախի հետևանքներ շատ կտեսնեք Աստվածաշնչում գրված, բայց միշտ հիշեք, Աստվածաշունչը ու Աստված, Հիսուսը նաև, շատ անգամ ասում է, որ պետք է վախենալ միայն մեկից, միայն Հիսուսից։ Վախը եւ սերը, սրանք երկու զորավոր ուժեր են, զորավոր ապրումներ են մարդու մեջ, որ ստիպում են գործողություններ կատարել։ Մի քիչ առաջ նկարագրում էի հայրը սիրուց իր երեխայի համար ինչեր կարող անի։ Հայրը նաև վախից իր երեխայի համար վախենալուց ինչեր կարող անի։ Աստված մեզ սովորեցնում է, որ մենք ոչինչից պիտի չվախենանք, միայն իրենից վախենանք։ Ու եթե մենք սովորենք Աստծուց միայն վախենալ, տեսեք այդ վախենալ բառը ուզում եմ ավելի հասկանալի դառնա։ Այնպես չի լինելու երբեք մեր կյանքում, որ էլ մենք մեր սրտի մեջ վախի զգացում չունենանք։ Ես հիշում եմ, որ շատ երիտասարդ էի, այն ժամանակները գիտեք, երիտասարդական շրջաններում ինչեր են լինում։ Կռիվներ, չգիտեմ ինչեր։ Այդպես մի պահի, որ խումբ էր հավաքված, ուր որեր պիտի կռիվ լիներ, տղեկից մեկը ասես կողքից կանգնած ասեց ոտերս դողում են, բայց ինքը չհեռացավ այդտեղից։ Գիտեք, ունենալ վախի զգացում ուրիշ բան է, հնազանդվել վախին ուրիշ բան է։ Վախի զգացում կա բոլոր մարդկանց մեջ, թող ոչ մեկը չասի ես չունեմ։ Քաջ մարդը նա է, ով որ չի հնազանդվում այդ զգացումին։ Իսկ վախկոտը նա է, որ հենց վախի զգացումը գալիս է ինքը հնազանդվում է, փախնում է կամ չգիտեմ ուրանում է ինչ որ մի բան անում։ Երբեք չտրվեք վախին։ Ու վախի պատճառով ուրացում հանկարծ չլինի։ Հələ մի պահ պատկերացրեք միայն, բա որ Հիսուսը մեզ ուրանա։ Ինչ կլինի մեր վիճակը։ Եթե ես կանգնեմ մարդկանց առջև ու չդավանեմ Հիսուսին, բա որ ինքը հոր առջև չդավանի ինձ։ Ես գիտեմ, որ միայն այս միտքը շատ դեպքերում մարդկանց ետ է պահել մեղքից, որովհետև ուրանալը միայն այն չի, որ դու կանգնես կասես չեմ ընդունում Հիսուսին։
հրաժարվում եմ Հիսուսից։ Միայն սա չի։ Երբ որ դու կամովին ձգտում ես որոշակի մեղքի, էլ ուրանալ չի, բա։ Եթե ուրանալ չի, բա էլ ինչ է։ Չէ՞ որ դու անում ես մի բան, որից զզվում է Հիսուսը, որի պատճառով մահացավ Հիսուսը, որը իր համար վերքեր առաջացրեցին։ Ես պիտի շարունակեմ կարդալ 37-րդ խոսքից։ Նա, որ հայրը կամ մայրը ինձանից ավելի է սիրում, ինձ արժանի չէ, եւ նա, որ տղան կամ աղջիկը ինձանից ավելի է սիրում, ինձ արժանի չէ, եւ նա, որ խաչը չի առնում իմ ետևիցս գալ, ինձ արժանի չէ։ Նա, որ իր անձը գտնում է, պիտի կորցնի, եւ նա, որ իր անձը ինձ համար կորցնի, պիտի գտնի։ Գիտեք ինչն եմ շատ հավանում, ուզում եմ մի պահ դուրս գամ այս տեքստից։ Օրինակ, մարդկային հոգեբանությունը այսպես է ասում. երբ որ նորահավատ կլինի մի մարդու խոսես Հիսուսի մասին, մի խոսա, որ Հիսուսի համար կարա հալածանք լինի։ Մի անգամ մի քրիստոնյա այսպես էր ասում, ասում է, այսօր գնում եմ մարդկանց վկայելու Հիսուսի մասին, նկարագրում եմ Հիսուսի լավ կողմերը, թե ինքը ինչքան քաղցր է, ինչքան բարիքներ կարա անի, պետք է ըստեղում կարա փողել տա, հենց այս մարդը ասում է, հա, ընդունում եմ, ասում եմ, դե խաչդ վերցրու։ Ես չեմ ուզում, որ սենց լինի։ Աստված էլ չի ուզում, որ այդպես լինի։ Ինքը այդ խաչի պահերը չի պահել գրքի վերջում խոսելու։ Որ դու կարդաս, հրապուրվես, ուրախանաս, ասես ընդունում եմ, մեկ էլ հասնես վերջում, ասես բա ինչի շուտ չէիր ասում, որ խաչի հարց կա, որ ինձ կարող է նեղություններ լինի քո անվան համար եւ այլն, դժվարություններ։ Հենց սկզբից Հիսուսն ասում է, սա է պայմանը։ Ուզում ես գալ իմ ետևից, արի։ Չես ուզում, մի արի։ Հենց սկզբից որոշումդ կայացրու, վճռական, մինչև վերջ, մահվան աստիճանի։ Դու համաձայն ես իմ ետևից գալ, եթե նույնիսկ մեռնելու հարց լինի, թե ոչ։ Դրա համար Հիսուսը հենց սկզբից է ամեն ինչ սովորեցնում։ Այս պարզության ու բացության համար շատ եմ հավանում այս գիրքը։ Այսպես պարզ ու ուղիղ պետք է լինել մարդկանց հետ։ Ասել որ Հիսուսը քեզ իսկապես շատ է սիրում, քեզ համար իսկապես իր կյանքը տվել է։ Բայց եթե մի բան ավելի գերադասեցիր Հիսուսից, դու նրան չես արժանանալու։ Հակառակ դեպքում մենք մարդկանց խաբած կլինենք։ Հակառակ դեպքում եթե մենք ասենք գիտես փողը, գիտես քո պատիվը, Աստված քեզ կպաշտպանի, ինչ, բայց չասենք որ կարող ես նաև մեռնել, չունենաս քո անձը, քո պատիվը, չես կարող լինել Հիսուսինը, մենք մարդկանց խաբած կլինենք ուղղակի։ Երբեք մի ձգտեք մեղմացնել ավետարանի պատգամը։ Դա մի բան է, որ կապված չի այս աշխարհի հետ, կապված է հավիտենական կյանքի հետ։ Իսկ այս կյանքը, նյութական կյանքը մարդկանց տրված է մի անգամ, եթե մենք մի անգամ խաբենք, Աստծո առաջ ինչ պատասխան պիտի տանք այդ մարդկանց կորուստի համար։ Ահա որ բան է, ես տեսել եմ վկայություններ, որ մարդկանց ասել են արի Աստծուն ու փող կունենաս։ Մարդը ուրախ գնացել է Աստծուն։ Գնացել է հավաքույթների բանարը, հետո ասել է ինչի, բա փողերս չի ավելանում։ Բա ինչի գործայից հաջող չի գնում։ Բայց քեզ չեն ասել, որ Աստված քեզ նյութականի միջոցով պիտի դաստիարակի, իր համար շատ ավելի թանկ արժի քո բնավորությունը, քան թե քո նյութական ապրելակերպը, բարեկեցությունը։ Մարդու բնավորությունը ամենաթանկ տեղում է դրված։ Եթե մարդը մնալու է էգոիստ, շահամոլ, ամեն ինչ քաշելու է իրեն, իր հավատքը ում է պետք, ինչի համար է պետք։ Ու մարդիկ հաճախ այդպես են ապրում, իրենք Աստծուն ավելացնում են իրենց ունեցածի վրա, սա ճիշտ չի։ Երբ որ դու գնում ես Աստծուն, դու պիտի իմանաս, որ դրա պատճառով կարող ես կորցնել ամեն ինչ։ Կարող ես կորցնել քո մարմինը անգամ, քո նյութականը անգամ, քո պատիվը։ Ու սրանք հենց սկզբից պիտի ուրացած դու գնաս Հիսուսի ետևից։ Որովհետև Հիսուսը ասեց, ով որ ուզում է իմ ետևից գալ, թող իր անձը ուրանա, խաչը վերցնի ու գա։ Չասեց կգաս 10 տարի, հետո անձդ կուրանաս ու խաչդ կվերցնես։ Ով որ ուզում է, այսինքն չքայլած դեռևս, դու արդեն պիտի ուրացած գնաս նրա ետևից։ Նախուրացման որոշումը պիտի լինի քո մեջ, հետո գնաս։ Այս խոսքերը պետք է որ շատ ճիշտ հասկանանք, որ չի կարելի մտածել, որ եթե մենք Հիսուսին ավել ենք դասում, քան մեր երեխային, մեր ծնողներին կամ էլի ինչ որ մեկի, սա չի նշանակում, որ այդ մարդիկ անարգված պիտի լինեն։ Հակառակը, օրինակ մեր սերը մեր երեխայի նկատմամբ պիտի արդեն դրսևորվի ճշմարտության, Հիսուսի խոսքի միջոցով։ Ու սա կլինի ճիշտ սերը այդ երեխայի նկատմամբ։ Մի քիչ առաջ խոսում էի, չէ՞, սխալ սիրո մասին, որ հայրերը հաճախ երես են տալիս իրենց երեխային։ Բայց եթե դու գիտես, որ Աստծո համար քո երեխայի բնավորությունը ավելի թանկ արժի, քան թե նրա բարեկեցությունը, նյութականը, դու ճիշտ վերաբերմունք կունենաս քո երեխային։ Հասկանում եք ինձ։ Ու դու ավելի ճիշտ դաստիարակած կլինես, քան թե եթե լինեիր անհավատ ու մտածեիր, որ ամեն ինչ ես անում իր համար։ Եկեք շարունակենք։ Իրականում սա Հիսուսին սիրելու մեր հիմքն է։ Հիսուսին սիրելը մեր Հիսուսի հետ ապրելու հիմքն է։ Ու եթե ցանկացած բան մեր սրտում ավելի բարձրանա ու սկսի մրցակցել Հիսուսի հետ, դրանով Հիսուսի խանդը նախ շարժվում։ Գիտեք, Աստծո բնավորության գծերից մեկը խանդոտ լինելն է։ Խանդոտ նշանակում է ինքը չի կարողանում տանել մրցակցությունը։ Դու միայն իրեն պիտի պատկանես, ուրիշ ոչ մեկի։ Եթե փորձում ես իրեն պատկանելով նաև էլի ինչ-որ բաների կամ ինչ-որ մեկի պատկանել, իր խանդը շարժվում է։ Ինքը սիրում է, որ իր որդիները իրար հետ են լինում, որ իրար շատ են սիրում, որովհետև մենք իրար սիրելով մենք Աստծուն ենք սիրում, Հիսուսին ենք սիրում, չէ՞։ Սիրում է, որ մենք իրար հետ շատ ենք հաղորդակցվում, ուրախանում ենք,
բայց ինքը մի յուրահատուկ տեղում պիտի լինի մեր սրտում։ Այդ ամեն ինչից բարձր, ու մեր հարաբերությունները ամեն ինչ պիտի ձևավորվի իր միջոցով։ Այս սա է, որ Հիսուսը բարձր է ամեն ինչից, իր անունը փառավորվի։ Եկեք շարունակենք։ Պիտի կարդամ 40-րդ խոսքից։ Նա որ ինձ ընդունի, հետարքիր է, չէ՞, 10-րդ գլխի հենց սկզբից խոսում է ուղարկելու մասին, ամենավերջում խոսում է ընդունված լինելու մասին։ Ասում է, նա որ ձեզ ընդունի, ինձ է ընդունում, նա որ ինձ ընդունի, ինձ ուղարկողին է ընդունում։ Նա որ Մարգարե ընդունի, Մարգարեի անունով Մարգարեի վարձք պիտի առնի։ Նա որ մի արդար ընդունի, արդարի անունով արդարի վարձք կառնի։ Ու նա որ այս փոքրիկներից մեկին միայն մի գավաթ սառը ջուր խմեցնի աշակերտի անունով, ճշմարիտ ասում եմ ձեզ, բնավ իր վարձքը պիտի չկորցնի։ Հալելույա։ Շատ ճոխ խոսքեր են, բայց խոսում է արդեն ընդունված լինելու մասին։ Երբ որ կգնաք որպես ոչխարներ գայլերի մեջ, ու դուք որպես ոչխարներ կխոսեք Հիսուսի մասին այդ գայլերին, ու գայլը կփոխվի ու կդառնա ոչխար, ինքը Աստծուց վարձք կունենա քեզ որպես Հիսուսի ոչխար ընդունելու համար։ Մի պահ նայեք, այստեղ կարծես երևում է աշակերտի ուղարկվածի արժեքի մեծությունը։ Չգիտեմ, այս խոսքերի մեջ դուք տեսնում եք ձեր արժեքավորումը Հիսուսի կողմից։ Ասում է, որ ձեզ ընդունի, ինձ է ընդունում։ Գիտեք, սա ինչ է խոսում, ինչքան արժեք է տալիս։ Մենակ այն չի, որ խոսում է քո մարմինը մեռնի, չգիտեմ, ուրացիր ամեն ինչ։ Նաև քեզ ընդունողը Հիսուսին է ընդունում, իսկ ով որ Հիսուսին է ընդունում, Հորն է ընդունում։ Դուք արժեքը տեսնում եք սրա մեջ։ Ձեզ կարողանում եք այդպես արժեքավորեք, ձեզ ընդունողը Հիսուսին է ընդունում։ Ձեզ մերժողը Հիսուսին է մերժում։ Դու ճիշտ ես դիրքի մեջ գտնվելու դեպքում ված չես զգա, երբ որ քո խոսացած խոսքը չընդունեն, Հիսուսին չընդունեցին։ Նրա խոսացած խոսքը չընդունեցին։ Ինձ ինչ, ու ինձանից չի ծնվել այդ խոսքը, Հիսուսից է ծնվել։ Դու կարող ես վատ զգալ այդ մարդկանց համար, որ իրենք են վատ վիճակում գտնվում, որ իրենք չեն փրկվում, քեզ չընդունելու, քո խոսքերը չընդունելու պատճառով։ Եվ տեսեք ինչ հետաքրքիր խոսք է ասում։ Ասում է, նա որ ձեզ ընդունի, ինձ է ընդունում, նա որ ինձ ընդունի, ինձ ուղարկողին է ընդունում, նա որ Մարգարե է ընդունում, Մարգարեի անունով Մարգարեի վարձք է առնում։ Այս հատվածի մասին անպայման ուզում եմ խոսել, որովհետև շատ են այսպիսի հարցեր լինում, սա ինչ է նշանակում։ Երբ որ դուք կգնաք մարդկանց կխոսեք, իրենք ձեզ ինչպես կվերաբերվեն, համապատասխան վարձք կունենան Աստծուց։ Շատ պարզ է, եթե մեկը ձեզ կընդունի որպես Մարգարե, Աստված իրեն կվարձատրի որպես իր Մարգարեին ընդունող մարդ։ Մեկը ձեզ կընդունի որպես Հիսուս, ինքը կվարձատրվի հենց այդպես։ Եթե մեկը ձեր խոսքերը կընդունի որպես Հիսուսի խոսքեր, ինքը հենց այդպես էլ կվարձատրվի։ Հալելույա։ Երբեք չմտածեք, որ դուք փոքր արժեք ունեք Աստծո մեջ։ Երբեք չմտածեք, որ ձեր գնացածը իզուր կարա լինի։ Մի հետաքրքիր դեպք եմ ուզում պատմել ձեզ Գրվածագործ առաքելոցում 27-րդ գլխում։ Գիտեք, դա այն հատվածն է, որտեղ Պողոս առաքյալը իր վերջին ճանապարհորդությունն էր գնում։ Մի քիչ չի սազում սրան ճանապարհորդություն անվանելը, որովհետև ինքը չէր գնում իր կամքով միսիոներություն անելու, քրիստոնեություն տարածելու։ Իրեն շղթայված տանում էին, բանտարկված տանում էին դատելու։ Այսպիսի իրադրություն էր։ Իրենք հասան մի քաղաք, ու գրված է, որ Պողոս առաքյալը, գիտեք ինչպես էր վիճակը, պատկերացրեք մի զինվորների խումբ տանում է բանտարկյալներին։ Իրենք վերցնում են մի հատ նավապետ, խոսում են նավապետի հետ, ասում են քո նավով կարող ենք տեղափոխվել, ասում է հա, բոլորը իրար տեղափոխվում են։ Պատկերացրեք իրադրությունը։ Հիմա խոսում է հարուրապետին, այն զինվորների ղեկավարին, հարուրապետ ղեկավարին, որը բանտարկյալներին տեղափոխում էր։ Պողոսը բանտարկված, շղթայված, խոսում է հարուրապետի հետ։ Ասում է իմ կարծիքով ճանապարհը լավը չի լինելու, արի դուրս չգանք ճանապարհորդության։ Գրվածը հարուրապետը ավելի շատ լսում էր կապիտանին ու նավավարին։ Ում պիտի լսեր, ով որ նավավարության մեջ ամեն ինչի մեջ փորձառու է, ու բան տեղ չդրեց Պողոսի խոսքերը։ Հետո երբ որ եկավ այն պահը, որ տեսան հարմար քամիա, փչում հարմար ուղղությամբ, որոշեցին, որ պիտի գնան։ Պողոսը ձեն չհանեց, ինքը մի անգամ ասել էր, իրեն չէին ընդունել։ Գրվածը մի քիչ ժամանակ ճանապարհ գնացին, մեկ էլ ընկան մեծ փոթորիկի մեջ։ Երևի հասկացավ հարուրապետը, որ Պողոսը ճիշտ էր ասում վերջը։ Բայց դու որ լինես այդպիսի դիրքում, շղթայված, հանկարծ քեզ տանող զինվորների ղեկավարին կասես այդպիսի մի բան, որ գիտես, ինձ թվում է որ ճանապարհը լավը չի լինելու, արի դուրս չգանք։ Պողոսը համարձակվեց դա խոսել, որովհետև իր հայտնությունը իր սրտում եղածը ինքը գիտեր ումից կարա լինի։ Թեև ուղիղ գրված չի որ դա հայտնություն է, դրա համար ես էլ ուղիղ չեմ ասում որ հայտնություն էր։ Շատ հետաքրքիր մի բան։ Անցավ մի որոշ ժամանակ, այդ փոթորիկը տևեց 14 օրից ավելի, եթե կարդաք կտեսնեք։ 14 օր գրված այս նավը տարուբերվում էր, ու իրենք նեղության մեջ էին։ Մեկ էլ այդ բոլորը արդեն հույսները կտրած, նեղված, գրված արդեն հույսներս կտրել էինք, թե պիտի ապրենք, այդպես գրված է։ Այդպիսի նեղված իրադրության մեջ մեկ էլ Պողոսը նորից է հայտնվում։ Շղթաները ձեռքերին, ինքը կանգնում է մարդկանց մեջ, ասում է՝ գիշերը ինձ հայտնվել է այն Աստծո հրեշտակը, որինն եմ ես։
Կարող ես համարձակությունով խոսել, այն Աստծո հրեշտակը, որինն եմ ես, ու խոսես այդ Աստծո անունից։ Ու ինձ ասելա, որ գիտեք, մեր նավը պիտի կործանվի, բայց ձեզանից մեկին վնաս չի լինելու։ Աստված ձեզ բոլորիդ այդ 270 քանի հոգի նվիրել է ինձ, իմ պատճառով դուք բոլորդ պիտի փրկվեք։ Այսպես չի ասում իհարկե, եթե տենց ասեր կարող եմ մտածեի ասեի Պողոս շատ էլ հպարտ ես։ Բայց նայեք ինքը ոնց է ասում, թեև այդ բանը գրված է, որ դրա պատճառով Աստված շնորհեց այդ մարդկանց Պողոսին։ Գրված է, որ ինքը կանգնեց ու այդպես ասեց մարդկանց, հույս տվեց, խրախուսեց, ասեց ձեզանից մեկին վնաս չի լինելու, միայն նավն է կործանվելու։ Հետո գրված է, որ նորից կանգնեց մարդկանց մեջ։ Ասեց արդեն 14 օր դուք ոչինչ չեք կերել։ Պատկերացնում եք ուժեղ թափահարվող նավը։ Նավաստները գիշեր ցերեկ անընդհատ զբաղված են, այս պարանը քաշի, այն առագաստը իջեցրու, այն մյուս առագաստը բարձրացրու, չգիտեմ ինչ գործեր կան այդ նավի վրա։ Այդ ամբողջ խառնաշփոթի մեջ մեկի ուտելը չի գալիս։ Մարդիկ սպասում են մահվան ուր որա։ Ինչ ուտելու մասին է խոսքը։ Ու Պողոսը կանգնում քաջալերում է գրված է բոլորի առաջ հաց առավ, մի բան էլ աղոտ կարեց Աստծուց գոհացավ, կտրեց ու սկսեց ուտել Պողոսը։ Մարդիկ էլ քաջալերվեցին, սկսեցին իրենք էլ ուտել։ Կարդացել եք այդ պատմությունը, շատ ճոխ նկարագրված է Գործք առաքելոց 27-րդ գլխում։ Ու ինչ տեղի ունեցավ, մարդիկ էլ իրենք էլ կերան, կշտացան, ու սրանից հետո արդեն գալիս է մի պահ, իրենք շուրջը չեն տեսնում, որովհետև այդ փոթորիկի պատճառով մառախուղ, չգիտեմ ինչպիսի իրադրություն ա լինում, չեն տեսնում, թե ցամաք կա, թե չէ։ Բայց երբ որ խորությունը չափում են, իրենք նկատում են, որ գնալով խորությունը փոքրանում է, որը ցամաքի են մոտենալու։ Ու մեկ էլ հայտնվում է մի փոքրիկ ցամաք են տեսնում։ Գրված նավաստները ուզեցին մակույկը իջացնել ջուրը, որ փախնեն։ Պողոսը մոտենում է հարուրապետին, ասում է, եթե սրանք նավի մեջ չլինեն, դուք չեք փրկվի։ Բայց այնպես չէր խոսում։ Ինքը գիտեր ինչ էր ասում։ Հարուրապետը անմիջապես կանչում է զինվորներին, հրամայում է, որ մակույկը բաց թողեն, նավաստներին պահեն նավի մեջ։ Գրված պարանները կտրեցին, մակույկը ջուրը տարավ, արդեն նավաստները մնացին նավի մեջ, թույլ չտվեց, որ փախնեն։ Պատկերացնում եք, արդեն հարուրապետը սկսեց լսել Պողոսին։ Հետո, երբ որ դուրս էին գալիս ցամաք, գրված զինվորները ուզում էին բանտարկյալներին սպանեն, որ ոչ մեկը չփախնի, բայց հարուրապետը արդեն ուզում էր ազատած լիներ Պողոսին, ու դրա համար թույլ չտվեց։ Պատկերացնում եք, ինչ փոփոխություն եղավ հարուրապետի ներսում, ինչի պատճառով։ Որտեղ Պողոսը գիտեր ում հետ գործ ունի, գիտեր, որ իր հետ ով կա, ով է իրան ուղարկել, որ ինքը հաստատ պիտի կանգնի կայսրի առաջ, որովհետև այդ խոսքը եղել էր դրանից առաջ եղած դատի ժամանակ։ Հիսուսի խոսքը գետնին ընկած չի։ Եթե դուք ուղարկված եք Հիսուսի կողմից գնացեք համարձակ ու ոչ միտեղ ընկճված մի եղեք։ Պատկերացնում եք ինչ եմ նկարագրել։ Կլնես դու հիմնարկում քո ղեկավարի առաջ, չգիտեմ որտեղ, վաղը գուցե կանգնես պրեզիդենտի առաջ։ Կանգնիր համարձակ, ուղիղ, առանց ընկճվելու, ասա այն Աստվածը, որինն եմ ես, քեզ ասում է, որ քեզ պետք է փրկվել։ Այն Աստվածը, որինն եմ ես։ Ձեզ դուր չի գալիս այս խոսքերը։ Այն Աստվածը, որի ձեռքում քո շունչն է, եթե պետք լինի այդպես էլ։ Հալելույա, Փառք Հիսուսին։ Շան չի նշանակում, որ մենք ավելի լավն ենք, քան թե իրենք։ Մենք ուղղակի դրված ենք գնալու այդ գայլերին ասելու, որ գիտես կա փրկություն, որ կարող ես դառնալ Հիսուսի ոչխարը, այդ գայլությունից փոխվել ոչխարության, որ մինչև հիմա ուրիշների միսը կերել ես, սրանից հետո կարող ես ուրիշներին կաթ ու բուրդ տալ։ Հալելույա, Փառք Հիսուսին։ Ընդունում ես քո ուղարկված լինելը, պատրաստ ես ապրել այդպես Հիսուսի հետ, ուրեմն ոտքի կանգնիր ու քո որոշումները խոսիր Տիրոջը։ Չգիտեմ ինչ տեսար, որ համապատասխաներ քո սրտին։ Գուցե տեսար, որ միտեղ այնպես չի եղել, ինչպես Աստված էր ուզում։ Գուցե տեսար, որ միտեղ պետք էր մի բան անել, որ չես արել։ Հիմա ամեն ինչ խոսիր Հիսուսի հետ, նաև քո որոշումները խոսիր։ Ինչ ես ուզում սրանից հետո լինի քո կյանքում։ Քանի անգամ են վախերը քեզ առաջնորդել։ Քանի անգամ ես աշխարհի վախերն են առաջնորդել։ Քանի անգամ Աստծո վախն է քեզ առաջնորդել։ Ամեն ինչ խոսիր Հիսուսի հետ։ Գուցե մինչև հիմա չես իմացել ինչ գնահատականում ես Աստծո առջև։ Աստծո սրտի մեջ դու ով ես։ Նույնիսկ քեզ մի բաժակ ջուր տվողը իր վարձքը չի կորցնելու։